Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին, Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հրավերությունը մեջելու համար եւ սկսենք միանգամից ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններից, լսումներ են նախատեսվում եւ լսումներ էին 3 մարտի 1-ի թեմայով լսումներն էր, որին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում եւ ընդդիմադիր հանրային գործիչներ եւս ինձ համար նկատելի չէր, գուցե այդպիսի կան դուք կասեք, բայց կրկին օրակարգում մարտի 1-ի թեման է եւ շատ հետաքրքիր էր Աննա Վարդապետյանի դիտարկումները, երբ իր որակումներում ասում էր, դե 17 տարի անց դժվար է։ Նախ այդ գործը հարուցվել է 2008-ին, 2018-ին արդեն ապացույցների մասով երկրորդ վարույթն է հարուցվել եւ 7 տարին փաստորեն այսպես թե այնպես լավ չի եւ նաեւ ներկայացնում էր 22 թվականից հետո տեղի ունեցած աշխատանքները, չէր անդրադառնում թե ինչու է Վճռաբեկ բողոքը 2-3 տարի ուշացել, երբ 22 թվականին վարույթ է ընդունվել, ինչու է 24-ին իշխանություն է կամ ինքը ինչի են սպասել, որ 2 տարում ոչինչ չի արվել եւ տարբեր անհատների նախկինում կարկառուն կերպարների անուններ էր նետվում դաշտ, ինչ է արվում այս ամենով եւ ինչու է կրկին այս հարցորակարգում, չնայած մեդիա առիթը իրենց նշած միեդի որոշումներից մեկն էր։ Տեսեք, այս իշխանությունները փորձում է ամեն կերպ մարտի 1-ը պահել օրակարգում, նաև հերթական անգամ այսպես ներկաներ, նախկիններ ջրբաժան անցկացնելու համար, որովհետև առաջիկայում ընտրություններ են եւ իրենց հիմնական խոսույթը լինելու է ելի ներկա նախկին ձևաչափով, այսինքն նորից իրենք պետք է փորձեն հասարակությանը համոզել, որ նախկինները հրեշներ էին եւ անպայման իրենք պետք է ընտրվեն եւ բացի այդ իրենք պետք է ընտրվեն, որպեսզի խաղաղություն բերեն, ինչպես որ խոստացել էին։ Լսումները անկեղծ ասած հերթական այսպես ֆարսներ հիշեցնում, որովհետև լսումների ընթացքում ըստ էության նորից փորձում էր արդարացնել նաև իրենց անգործությունը, որ 2018 թվականից հետո եղել է։ Միեդի որոշման մեջ շատ հստակ ձևով նշվում է, որ իշխանությունները ոչինչ չեն արել սպանությունները բացահայտելու համար։ 2008 թվականից, այո, անցել է 17 տարի եւ ընդ որում այդ ժամանակահատվածում մի հսկայական ժամանակահատված, այսինքն 7 տարի իշխանության եղել են այս իշխանությունները եւ թեև 2018-19 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ մարտի 1-ի գործը լրիվ բացահայտված է, մեղավորները արդեն հայտնաբերված են եւ այլն, մենք այդպես էլ չտեսանք որևէ մեկին ում առնչությունը մարտի 1-ի սպանությունների հետ կապացուցվեր։ Միևնույն ժամանակ մի այդ որոշումը, որի հետ կապված այսպես իրենք լսումներ էին անցկացնում, հստակ արձանագրում է, որ պետության կողմից պատշաճ կերպով չեն ներկայացվել միեդի կողմից պահանջվող բացատրությունները, փաստաթղթերը եւ այլն։ Այսինքն ստացվում է, որ մարտի 1-ի կողմ հանդիսացող ուժը, մարդիկ այսօր հայտնվել են իշխանության, այսինքն ղեկը իրենցն է եւ միեդի պահանջով փաստաթղթերը կամ դիտարկումները եւ բացատրությունները, որ պետք է ուղարկեն, այդպես էլ չեն ուղարկել եւ դա հստակ արձանագրվել է միեդի կողմից։ Մենք կարող ենք այսպես հստակորեն այս պահին արձանագրել, որ մարտի 1-ի բացահայտում որպես այդպեսին չկա եւ չի էլ լինելու, քանի դեռ իշխանության են այն մարդիկ, ովքեր հանդիսացել են մարտի 1-ի կողմ, ովքեր միգուցեև հրահրել են որոշակի գործողություններ, որովհետև մենք գիտենք, որ սպանվածների թվում 2 ոստիկան է եղել։ Մենք գիտենք, թե ամբյոնից ինչպիսի հայտարարություններ են եղել, ինչպիսի կոչեր են եղել, երբ փառավորվում էր հոգիները, երբ ոստիկանների նկատմամբ բռնություններ կիրառվում։ Հիմա այդ նույն մարդիկ պետք է լինեն մարտի 1-ի բացահայտողները, մի տեսակ տարօրինակ է։ Բայց ես ուզում եմ մի այլ կարևոր, շատ կարևոր խնդրի մասին խոսել։ Գիտեք, մենք մնացել ենք այդ մարտի 1-ի փուլում եւ մեզ համար ոչ մի կերպ մարտի 2-ը չի գալիս։ Եվ թվում է, թե մարտի 1-ի միջով անցածները, որոնք որ բոլորին մեղավոր են կարգում, որտեղ որ բոլորը մեղավոր է, պետք է իրենք զերծ մնային մարտի 1-ի հետ որևէ այսպես նմանություն կամ որևէ կապ ունեցող գործողությունների հետ, այդ նույն մարդիկ նախորդ տարի ակցիաներին մասնակցող մարդկանց վրա ձայնային նռնակներ էին, այո, հունիսի 12-ն էր, այո, երբ ձայնային նռնակներ են գցում, այն պարագայում, երբ այդ նռնակները նույնիսկ թույլատրված չէին հետին թվով, այդ հարցը փորձեցին կարգավորել եւ այլն։ Այսինքն ստացվում է, որ մի կողմից բեմականացում է, մի կողմից փորձում են անընդհատ մեղավորներ կարգել, փորձում են շոուներ անել, հավաքել ինչ որ մարդ
մարդկանց եւ խոսել մարտի 1-ի մասին, մյուս կողմից իրենց գործողությունները շատ ավելի, այսպես հեռուն գնացող են, շատ ավելի վտանգավոր են, քան կարելի է պատկերացնել, որովհետեւ եթե մի փոքր առաջ ընկնեմ, պետք է ասեմ, որ այն թվով քաղբանտարկյալներ, որ այսօր մենք ունենք, դժվար է պատկերացնել որևէ այլ իշխանության ժամանակ։ Եվ մեծ է մտավախությունը, որ այս իշխանությունները շարունակելու են գնալ այդ ճանապարհով եւ քանի որ իրենք այսպես ռեպրեսիվ մեքենա են գործի դրել, որը շատ մեծ թափ է հավաքել եւ այդ ճանապարհով գնալու պարագայում շարունակելու է մեծանալ նաեւ քաղբանտարկյալների թիվը։ Տիկին Վարդանյան, դուք ձեր խոսքում նշում եք, որ չի բացահայտվելու մարտի 1-ը, որովհետև մենք կարող ենք գուցե ձևակերպումը այդքան էլ ճիշտ չէ, հաշվի առնելով, որ այնտեղ նաև մարդկային կյանքեր են զոհվել, սա քաղաքական հարց է, որը ձեռնտու է որևէ կողմի եւ միշտ պահվում է օրակարգում։ Դա է մոտիվացիան, որպեսզի չբացահայտվի, թե Դուք շատ կարևոր այո դիտարկում եք անում, որովհետև այստեղ իսկապես կա քաղաքական մոտիվացիա, մշտապես թեժ պահել մարտի 1-ի հարցը, որովհետև դա իսկապես ազդում է մարդկանց նուրբ լարերի վրա, մարդիկ չեն կարողանում արդարացիորեն համակերպվել այն մտքի հետ, որ Երևանում բոլորի աչքի առջև կարող էին սպանվել 10 Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ շատ հեշտ է, հա, այդպես խաղալ այդ նուրբ լարերի վրա եւ հիմա պատկերացրեք, որ իսկապես այս 7 տարվա ընթացքում բացահայտվեր մարտի 1-ի սպանությունների սպանության գործընթացը, սպանությունների պատասխանատուները։ Ստացվելու էր, որ այլևս հնարավոր չի լինելու անընդհատ այդ խոսույթը կիրառել եւ մարդկանց փորձել համոզել, որ մարտի 1-ի մեղավորները բոլորն են, բացի այսօրվա իշխանության ներկայացուցիչներից։ Այո, այստեղ կա քաղաքական նպատակ, որովհետեւ հակառակ պարագայում այս ընթացքում, որովհետեւ բոլոր հնարավոր լծակները իրենց ձեռքում է, այս ընթացքում մարտի 1-ի սպանությունների պատասխանատուները կբացահայտվեն, բայց ինչպես մենք տեսնում ենք, չեն բացահայտվել եւ չեն բացահայտվելու իմ գնահատմամբ, քանի դեռ այս ուրեմն այս ողջ իրադրությունը ձեռք է տալիս քաղաքական իշխանությանը։ Դուք նշեցիք քաղաքական շոուների մասին, ես հիշեցի, թե ինչպես էր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահը Կարեն Անդրեասյանը Շարմ Հոլդինգին ֆիլմ պատվիրել, որտեղ մեղավորներ կարգեցին նախկին վարույթը քննվում էր Աննա Դանիբեկյանի վարույթում էր մարտի 1-ը նրան եւ բացակայության կամ գործի ձգձգման մասով փորձեցին համոզել, որ մեղավորը ինքն է, բայց նաև չհստակեցրին, թե դա կոռուպցիոն գործով էր մարտի 1-ից առանձնացված, թե մարտի 1-ի գործով էր եւ այդ ասուլիսից հետո հստակ Կարեն Անդրեասյանը չպատասխանեց, թե ի վերջո ինչ գործի մասին է խոսքը, որով Աննա Դանիբեկյանը ըստ իրենց մեղավոր էր եւ նրա լիազորությունները դադարեցրեցին։ Երեք ազգային ժողովում Աննա Վարդապետյանը հղում էր անում նույն այդ դատավորին եւ ասում էր՝ «Այ իր վարույթում չի, մենք այլևս այնպես ենք անելու, որ չի ձգձգվելու այդ վարույթը», բայց նայում ես իրենք միշտ էլ այնպես են արել, որ ընդամենը մեկ բացակա է եղել մինչեւ 2024 թվականը կարծեմ, կամ մինչեւ այդ ֆիլմը Շարմ Հոլդինգի, երբ դատախազական մեկ կողմն է եւ մյուս փաստաբաններն էլ ծանրաբեռնվածության կամ դատարանը հարգելի համարել այնուամենայնիվ նրանց բացակայությունը։ Հիմա երբ մի օղակը պետական չի ասում, թե ինչու է իրականում հիմնականում դադարեցվել Աննա Դանիբեկյանի լիազորությունները, մեկ այլը գալիս եւ նորից շեշտում է նրա մեղավորությունը, այսինքն իրենք միշտ ունեն մի փաթեթ, որի մեջ անընդհատ պտտելու են ինչ-որ մեկին եւ բացահայտելու վեկտորը ասում է, որ հիմա պետք է փոխենք, եթե նախկինում այս ուղղությամբ էինք գնում, հիմա հակառակ ուղղությամբ էինք գնում։ Սա ինչքան է առնչություն ունի 2026-ի ընտրությունների հետ։ Տեսեք, ഈ գործընթացը որպես այդպեսին իրավական լուրջ շեղումներով է տեղի ունենում եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից նկարահանված այդ միակողմանի տեսանյութը կամ ֆիլմը, ինչպես ուզում եք անվանել, դա հենց խայտառակություններ ուղղված արդարադատության դեմ, որովհետև ակնհայտ երևում էր, որ քաղաքական պատվեր է, ակնհայտ երևում էր, որ սցենարիստը Կարեն Անդրեասյանն էր, սցենարիստը Կարեն Անդրեասյանն էր եւ միևնույն ժամանակ նպատակը կրկին անգամ այսպես մեղավորներ կարգել եւ միևնույն ժամանակ մեղավորներ կարգելու հետ մեկտեղ ստեղծել ընդհանուր հանրային տրամադրություններ իրավական գործընթացի առնչությամբ։ Աննա Դանիբեկյանը ցավոք սրտի իսկ հենց սկզբից չհասկացավ, որ իրեն օգտագործում
ստեղծում են իշխանությունները եւ ես օրինակ բազմիցս իմ հարցազրույցներում եւ ելույթներում իրենց զգուշացնում եի, որ չի կարելի լինել գործիք իշխանությունների ձեռքին եւ պետք է առաջնորդվել բացառապես օրենքով եւ իրավունքով, հակառակ պարագայում ինքը շատ ավելի անխոցելի կլիներ եւ իսկ մենք տեսանք հակառակը, որովհետեւ ինչ որ մի պահից, երբ դատավորները, որոնք որ կատարում են այս իշխանությունների ցուցումները եւ կամքը եւ ինչ որ մի պահից չեն բավարարում իրենց սպասելիքները, շատ հեշտությամբ դառնում են արդեն խավության նոխազ եւ Աննա Դանիբեկյանի գործը դրա վառ օրինակներ, իրենք այսինքն օգտագործելու են բոլոր հնարավոր պաշտոնյաներին եւ դատավորներին եւ դատախազներին եւ այլն, հետո ինչ որ մի պահից իհարկե մեղավոր են կարգելու։ Եվ դուք շատ կարևոր հանգամանք նշեցիք, որ նիստերի այդ որոշակի ինտերվալները եւ հետաձգումները տեղի են ունեցել մի դեպքում դատախազի բացակայության պարագայում, մեկ այլ դեպքում, այո, մեկ այլ դեպքում փաստաբանների պարագայում եւ այսպես սա դիտավորյալ ձգձգումներ դիտարկելու խնդիր չկար, որովհետեւ իրենք այն ժամանակ էլ էին տեսնում, չէ՞։ Այդ ինչպես եղավ, սպասեցին այդքան ժամանակ եւ միայն որոշակի ժամանակ անց որոշեցին, որ պետք է մեղավորներ կարգել։ Եվ լռեցին այն պարագայում, երբ վճռապետ բողոք էր ներկայացված 2022-ի մարտին, երեք հենց Աննա Վարդապետյանն էր ասում, նախքան իր օրոք իրենից առաջ գլխավոր դատախազի օրոք, եւ վճռապետ բողոքը մնացել է մինչեւ 2024 թվականը։ Ինչու էր այդ պատրաչափը հասնում օրինակ Աննա Դանիբեկյանին, բայց ոչ վճռապետին որպես կոլեգիալ մարմին։ Այս մի օղակի լռությունը բոլորը լուռ են։ Այս մի օղակի լռությանը կարծեք թե ինչ որ բան պետք էր հանդրությանը տալ։ Այսպես քանի որ յուրաքանչյուր այս իրավական գործընթաց քաղաքական ենթատեքստ ունի եւ այդ քաղաքական ենթատեքստի շրջանակներում անհրաժեշտ է անընդհատ այսպես թարմացնել գործողությունները կապված մարտի 1-ի հետ, որովհետև անընդհատ պետք է հիմա վեկտոր են փոխում։ Այո, խաղալ մարդկանց լարերի հետ, հիմա վեկտոր են փոխում։ Ինչու օրինակ Առաջին Ազիանի դատարանի գործողությունները արժանացան այդպիսի գնահատականների եւ իրավական հետևանքների եւ ոչ վճռաբեկինը, որովհետև այդ պահին այդ իշխանություններին պարզապես այդպես էր ձեռք տալիս։ Եվ օրինակ ես չեմ զարմանա, որ մի քանի տարի անց, եթե հանկարծ Աստված չանի իրենք լինեն իշխանության, հերթը կհասնի նաեւ պատասխանատվության վճռապետ դատարանի դատավորների։ Այսինքն իրենք բարբերաբար պետք է օգտագործեն որոշակի մեխանիզմներ, նախ առաջին հերթին իրենցից կախվածության մեջ պահելու այն դատավորներին, որոնք համաձայն են կատարել։ Դե ով էլ համաձայն չի, շատ հեշտ է լիազորություններ դադարեցնել։ Այո, ովքեր էլ որ համաձայն չեն, այո, այդ խնդիրը առաջանալու է։ Եվ անկեղծ ես նորից պետք է կրկնեմ իմ միտքը, որ ցավոք սրտի մենք այդպես էլ մարտի 2-ին չենք հասնում։ Ինչ լսումներ է նախատեսված ազգային ժողովում Հայաստան խմբակցության կողմից եւ ինչ նպատակ է ծառայում, նաեւ վաղը ակցիայի նախատեսված գլխավոր դատախազության դիմաց։ Հաջորդ շաբաթ կլինեն լսումներ քաղբանտարկյալների վերաբերյալ, որովհետեւ ես պետք է կրկին անգամ շեշտեմ, որ Հայաստանում այսքան քաղբանտարկյալներ թերևս դժվար է հիշել, որովհետև այս պահին գրեթե 60 քաղբանտարկյալ մենք ունենք, ընդ որում քաղբանտարկյալների շարքում ինչպես հանրային եւ քաղաքական ակտիվ դեմքեր են, այնպես էլ մարդիկ, ովքեր իրացրել են անհնազանդության ակցիաների իրենց իրավունքը եւ լսումները վերաբերելու են ոչ միայն արկա քաղբանտարկյալների այս իրավիճակին, այլ նաև փորձ է արվելու դրանով կանխել հնարավոր հետագա զարգացումները, որը թերևս մի քիչ դժվար է պատկերացնել, որովհետև այս իշխանությունները կարծես թե չունեն որևէ կարմիր գիծ այս հարցում, բայց այնուամենայնիվ մեծ է իմ անհանգստությունը, որ առաջիկայում մենք ունենալու ենք նոր ձերբակալություններ, նոր կալանավորումներ, որովհետև այսպես նախադեպը արդեն դրված է։ Եթե մենք այսպես փորձենք ուսումնասիրել, թե ովքեր են այսօր հայտնվել քաղբանտարկյալի կարգավիճակում, կտեսնենք, որ սոցիալական գրեթե բոլոր խմբերից ներառված են մարդիկ, այնտեղ հոգևորականներ են, այնտեղ զոհվածների ծնողներ են, այնտեղ մշակութային գործիչներ են, վերջերս արդեն այնտեղ էին հայտնվել նաև իրավապաշտպանները եւ այլն, եւ սա իշխանությունների կողմից օգտագործվող մեխանիզմ է ցույց տալու համար, որ որևէ մեկի համար երաշխավորված չէ, որ ինքը չի հայտնվելու քրեակատարողական հիմնարկում, ինքը չի հայտնվելու կալանավորվածի կարգավիճակում։ Մենք թերևս կարող էինք երկար ժամանակ այսպես
գլուխ գովալ, որ այն պետություններից ենք, որտեղ իրավապաշտպանների դեմ այսպես ռեալ ոտնձգություններ տեղի չեն ունենում, թեև եղել են մի քանի հարուցված քրեական գործեր եւ այլն, բայց որ իրավապաշտպաններին բոլորի աչքի առջև իրենց կատարած գրառման կամ հայտարարության համար կփռեն ասֆալտին, ինչպես իրենք են ասում, եւ այնուհետեւ կկալանավորեն, դա մեզ համար իհարկե նորություն էր եւ թերևս մենք այս առումով էլ ձգտում ենք դեպի բռնապետական պետությունները, որտեղ արձանագրվում են հենց իրավապաշտպան գործունեություն իրականացնողների նկատմամբ պետության ոտնձգությունները։ Մենք տեսանք, որ նաև իրավապաշտպանը, որը մասնակցում էր Գյումրիում տեղի ունեցող ակցիային եւ փորձում էր հանդարտեցնել երկու կողմերին ձեռքերը վեր պահած, ելի արժանացավ նույն ճակատագրին, ինչ որ ակցիայի մյուս մասնակիցները եւ հայտնվեց քրեակատարողական հիմնարկում։ Հիմա իհարկե երկուսն էլ, այսինքն խոսքը վերաբերվում է եւ Ալեքսանդր Կոչուբաևի եւ Ռուբեն Մխիթարյանի մասին, ովքեր փաստաբաններ են եւ զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, թեև հիմա իրենք այլևս կալանավարում չեն, այո, խափանման միջոցը փոխվել է, բայց դա արդեն իսկ ցույց է տալիս վերաբերմունքը նաև իրավապաշտպանների նկատմամբ եւ նաև ուղերձը, հա, որ մի քիչ ավելի զգույշ եղեք ձեր իրավապաշտպան գործունեության մեջ։ Մենք տեսնում ենք հոգևորականների քրեակատարողական հիմնարկներում 3 թեմի առաջնորդներ այս պահին գտնում են քրեակատարողական հիմնարկներում Միքայել Սրբազանի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է ազատազրկումը որպես պատիժ, այո, դատավճիռ առկա է, թեև հիմա վերաքննիչ բողոք է ներկայացվել եւ առաջիկայում կընթանա այնտեղ վարույթը, բայց մենք տեսանք, որ նա ոչ միայն կարելի է իրեն ոչ միայն բանտարկյալ կոչել, այլ խղճի բանտարկյալ կոչել, որովհետև Միքայել Սրբազանը քաղաքական գործիչ չէ, բայց իր հայտարարությունները, որոնք իրավական տեսակետից ես պետք է պնդեմ, որևէ հանցակազմ չէին պարունակում, իր հայտարարությունները որևէ կերպ կոչ դիտարկել չի կարելի, բայց այս պահին Միքայել Սրբազանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Բաքրատ Սրբազանին վերագրվում է այնպիսի մի գործողություն, որը անկախ դիտորդի մոտ, եթե ոչ զարմանք, ապա զայրույթ է առաջացնում, այսպես քաղբանտարկյալների շարքը կարելի է անվերջ շարունակել, որովհետև Արագածոտնի թեմի առաջնորդը եւս քրեակատարողական հիմնարկում է, կալանավորված է մեր գործընկեր Արթուր Սարգսյանը եւ գիտեք, ես ինձ այսպես մտածում եի վերլուծում եի, ինձ մոտ տպավորություն էր, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ազգային ժողովի ամբիոնը օգտագործում են հենց հատկապես ստեր եւ կեղծիքներ տարածելու համար։ Մի դեպքում գլխավոր դատախազն է ամբիոնից կեղծ ինֆորմացիա տարածում, խոսելով, որ օրինակ աստղիկներ էին պատրաստվում, որոնցով որ ահաբեկչական գործողություններ էին կատարվելու, այդպես էլ այդ աստղիկները որևէ մեկը չտեսավ, որևէ մեկը չհասկացավ ինչի մասին է խոսքը, իսկ բոլորովին վերջերս քննչական կոմիտեի նախագահը, օրինակ ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարում է, որ ունի մի փաստաթուղթ, որտեղ ձեռքով գրված է ահաբեկչական պլան, ահաբեկչության պլան, հետո մենք ինքներս էլ հետաքրքրվեցինք, պարզվեց գործի նյութերում այդպիսի փաստաթուղթ չկա։ Այդ դեպքում հարց է առաջանում, բայց ուր է այդ ահաբեկչության պլանը, որտեղ որ ձեռքով գրված էր ահաբեկչության պլան։ Այսինքն շատ հեշտ էր, հա, շատ հարմար է այդ ամբիոնը օգտագործել եւ ժողովրդի մոտ փորձել ստեղծել այսպես սխալ տպավորություն, թեև մարդիկ էլ շատ լավ հասկանում են, որ իրենց բերած հիմնավորումները դրանք զավեշտի են արդեն նմանվում, որովհետեւ այն բոլոր խոսակցությունները, որոնք իրենք շեշտադրում են որպես ահաբեկչական գործողությունների նախապատրաստում, բազմաթիվ ընտանիքների խոհանոցներում է քննարկվում, տաքսիներում է քննարկվում եւ սրճարաններում է քննարկվում, այսինքն իրենք մեր ժողովրդին դիտարկում են որպես պոտենցիալ ահաբեկիչ ժողովուրդ։ Բայց գիտեք, ամբողջ խնդիրը նրանումն է, որ այս մեքենան, ռեպրեսիվ մեքենան, որ իրենք արդեն գործի են դրել, սա իսկապես շատ լուրջ թափով աշխատում է եւ շատ դժվար է լինելու դա կանգնեցնել, շատ դժվար է լինելու կանգնեցնել մեզ համար, ովքեր այդ թափանի վիտակ են ընկնում եւ ընկնելու են, իսկ վաղը շատ դժվար է լինելու կանգնեցնել հենց իրենց համար, որովհետեւ այս իշխանությունները հենց իրենց իսկ ռեպրեսիվ մեքենայի զոհն են դառնալու։ Ինչու է ձեր հավաքը վաղը նախատեսված գլխավոր դատախազության մոտ։ Արդյոք դուք որոշում եք, որ կամ այդպես չի ընկալվում, որ այդ որոշումները կայացվում են գլխավոր դատախազությունում։ Ինչու հասցեատերը կառավարության ղեկավարը չի։ Նախ ինչու վաղը, որովհետև հինգշաբթի օրերը դատական լսումների օրեր են եւ
այսպես սիմվոլիկան հենց 5-շաբթի օրվա դրանով է պայմանավորված։ Հավաքը դատախազության մոտ է նաև բողոքելու հենց նրա համար, որ դատախազությունը պետք է լինի անկախ մարմին եւ ոչ թե մեկ անձի կամքը կատարող մարմին։ Այսինքն այստեղ քաղբանտարկյալների հետ կապված բողոքը դատախազության մոտ պայմանավորվում է հենց դրանով, որ մենք պահանջում ենք լինել անկախ մարմին, թեև մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այսօր այդ անկախ մարմնից միայն մարմին բառն է մնացել, անկախի հետ կապված ընդհանրապես որևէ հիշատակում չկա եւ այդ մարմինը անում է այն ամեն ինչը, այն բոլոր ցուցումները, որոնք գալիս են ընդամենը մի քանի 100 մետր վերև գտնվող շենքից։ Այսինքն սա որպես առաջին քայլ հենց շեշտելու եւ հերթական անգամ այսպես մարդկանց ուշադրությունը գրավելու են իրողության վրա, որ Հայաստանի Հանրապետությունում անկախ իրավապահ համակարգ չկա, որ իրավապահ համակարգը դա մեկ անձ է եւ իր այսպես կամակատարները հնազանդ կամակատարները, ովքեր կատարում են իր ցուցումները եւ իր ցուցումներով կարող են ակցիաների ժամանակ մարդկանց բռնության ենթարկել, հետո այդ նույն ակցիաներին մասնակցող մարդկանց ուրեմն ձերբակալել, կարանավորել, այնուհետև էլի այդ նույն մարդու ցուցումով այդ մարդիկ կարող են այդ մարդկանց վերագրվել քրեորեն պատժելի արարքներ եւ քրեորեն պատժելի արարքները հիմնավորվել ու ուղարկվել դատարան, այսինքն այսպես իրավապահ համակարգի ողջ օղակը սկսած ոստիկանությունից, այնուհետև դատախազություն եւ դատարան օգտագործվում է հենց այդ մարդու կողմից եւ հենց ակցիայի նպատակը մարդկանց ուշադրությունը գրավել քաղբանտարկյալների խնդրի եւ արկայության վրա եւ միևնույն ժամանակ շեշտել, որ այսօրվա իրավապահ համակարգը, որ պետք է լիներ անկախ, ենթադրվում է պետք է լիներ անկախ, ընդհանրապես մեկ անձի կամակատարն է։ Իշխանություններին բոլոր ժամանակների ինչու պետք է որ կամքը կամ ինչու է ձեռնտու ունենալ անկախ իրավապահ համակարգ։ Որն է իշխանությունների շահը, կամ հնարավոր է մեր երկրի նման մոդելով պետություններում երբևէ ունենալ անկախ իրավապահ համակարգ։ Ես վստահ եմ, որ քաղաքական կամքի արկայության դեպքում հնարավոր է եւ պետք է, որովհետեւ եթե մենք ուզում ենք ունենալ զարգացող պետություն, զարգացող պետության առաջին երաշխիքներից մեկը հենց անկախ իրավապահ համակարգն է։ Փորձենք այսպես տնտեսության հետ, կապ տնտեսության վրա այդ օրինակը բերել, մի կողմ թողնելով քաղաքական գործընթացները, ցանկացած ներդրող Հայաստանի Հանրապետությունում ներդրում անելուց առաջ որոշակի վերլուծություն է ուզում։ Այսինքն ինչպիսին է ներդրումային միջավայրը, ինչ ակնկալել եւ այլն, եւ ամենակարևոր հարցը, որի վերաբերյալ ներդրողները այդ խորհրդատվության պարագայում իրավաբաններից, տնտեսագետներից պահանջում են դատական համակարգին վերաբերող վերլուծություններ։ Եվ ապօրինի գույքի բռնականությունը սկզբում դատական համակարգին, որովհետև հարցը գալիս է հետևյալին. արդյոք եթե ես ներդրում կատարեմ երկրում եւ ունենամ խնդիրներ ձեր պետական մարմինների հետ, դատական համակարգը այնքան անկախ է եւ այնքան վստահելի է, որ ես կունենամ երաշխիք, որ իմ իրավունքները պաշտպանված են լինելու եւ որևէ մեկը չի կարող այդպիսի վստահություն փոխանցել, այո, վստահություն փոխանցել ներդրողին եւ հետո մեկ էլ հանկարծ այդ ներդրողը նաեւ իմանում է, թե ինչպես են Հայաստանի Հանրապետությունում սեփականազրկում ուրեմն որոշակի գործունեությամբ զբաղվող սեփականատերերին, դրանից հետո ընդհանրապես մոռանում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու վերաբերյալ նախորդ տարվա ընթացքում ուղիղ ներդրումները Հայաստանի Հանրապետություն արդեն էականորեն կրճատվել էին, այս տարվա վիճակագրական տվյալները դեռ ձեռքի տակ չունեմ, բայց իմ գնահատականներով շատ ավելի քչացել են։ Այսինքն այս անկախ դատական համակարգը առաջին իրավապահ համակարգ է, որովհետև սա օղակ է, որը որ վերջում գալիս է հանգում է դատական համակարգին, պետք է ձեռնտու լինի ցանկացած իշխանության, որը ցանկանում է ապահովել իր երկրի զարգացումը։ Բայց եթե իշխանության նպատակը միայն իր աթոռը պահելն է, իշխանության նպատակը միայն վերարտադրվելն է, որովհետև ինչպես այսօրվա իշխանությունները հասկանում են, որ իշխանություն կորցնելը իրենց համար ճակատագրական է լինելու, այս պարագայում իհարկե իրենք անում են հնարավորը այդ իրավապահ համակարգը իրենց ենթարկեցնելու համար։ Այսինքն մենք գնում ենք ըստ էության այսպես
գիտեք, փափուկ ավտորիտարիզմի ճանապարհով, հա, որտեղ որ թվում է թե ժողովրդավարական երկիր է, սոցիալական ցանցերում կարող ես ինչ-որ բաներ գրել եւ այլն, խոսել ազատ եւ այլն, մեկ էլ հետո հասկանում ես, այդ նույն քո խոսքի եւ սոցիալական ցանցերում գրառումների համար հայտնվում ես իրապահ մարմինների տեսադաշտում։ Մի բան էլ, քանի որ ես խոսում էի տարբեր սոցիալական խմբերի մասին, ովքեր քաղբանտարկյանների կարգավիճակում են, անպայման ուզում եմ շեշտել լրագրողների նկատմամբ կատարվող ոտնձգությունները այս իշխանությունների կողմից, պետք է շեշտեմ ժուրնալիստների միության նախագահի հանդեպ այս վերջերս իրենց կողմից իրականացվող արշավը, պետք է շեշտեմ, ուրեմն այնտեղ տնտեսական բաղադրիչ են տեսնում, բայց շենքի հետ կապված եւ այլն, որի վերաբերյալ դիմումը տրվել է ազգային ժողովի նախագահի եւ Սիսակ Գաբրիելյանի կողմից եւ խոսում են շենքի մասնավորեցման գործընթացի, այնտեղ ինչ-որ գույքի, գումարի եւ այլի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում, հետեւաբար տնտեսական բաղադրիչ կա։ Գիտեք, այսպես ասեմ, հա, չկա որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը որ ինչ-որ բաղադրիչ չունենա, այսինքն որը որ որևէ հոդվածով հիմնավորել հնարավոր չլինի։ Նույն օրինակ Բաքրատ Սրբազանի եւ մյուսների գործը դա որակվել է որպես ահաբեկչություն, թեև մենք ինքներս շատ լավ հասկանում ենք, որ այնտեղ որևէ ահաբեկչություն չկար, այլ զուտ քաղաքական հետապնդում է։ Ես ուզում եմ նաեւ նշել օրինակ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը ամենավերջին, ամենաթարմ ձերբակալությունն է, որտեղ որ չգիտես ինչպես իրենց հայտարարությունները արդեն դարձան խուլիգանություն, մինչդեռ էլի պետք է շեշտեմ, որ գոնե իրավունքի հետ որոշակի կապ ունեցող մարդը շատ լավ հասկանում է, թե որ արարքն է խուլիգանությունը եւ որը ոչ։ Դե այստեղ կարծում եմ աշխատեց վիրավորանքը ապա քրեականացնելը, որը իրենք քրեականացրին եւ այս իշխանությունն էլ ապա քրեականացրեց, կարծեմ էլի Կարեն Անդրեասյանն էր այդ ամենի, այսպես ասած, կնքահայրը, բայց քանի որ եթե գնար վիրավորանքի հոդվածով կալանք եւ այլն չէր լինելու, հավանաբար դրա համար խուլիգանություն, բայց անկախ ամեն ինչից հայհոյանքների չափաբաժինը մեր բոլորի կողմից պետք է հասցվի նվազագույնի։ Բայց այդ գործողությունները ես համաձայն եմ, ես ընդհանրապես քաղաքական խոսքում ցանկացած պիտակավորումներին եւ որակումներին դեմ մարդ եմ եւ ինքս էլ այսպես շատ ծանր եմ տանում նաեւ մյուսների խոսույթը, ովքեր որ ապականում են քաղաքական խոսույթը, բայց դրա հետ մեկտեղ ես շատ լավ հասկանում եմ, որ չի կարելի վիրավորանքի պարունակող արտահայտությունները այսպես վերածել քրեական հանցագործության։ Մի ժամանակ իրենք էլի այդպես օրենսդրական փոփոխություն էին արել, փորձելով երաշխավորել իրենց տարբեր տեսակի վիրավորանքներից եւ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն էին նախատեսել, մինչեւ քրեական օրենսգրքի փոփոխությունը վերջին, եւ այնպես է ստացվել, որ 1 տարվա ընթացքում 700-ից ավել քրեական գործ էին հարուցել։ Բացում էին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց Facebook-յան էջերը, թերթում էին գրառումները եւ ահա քրեական գործ, ահա քրեական 700-ից ավել քրեական գործ ունեին։ Քրեական օրենսգրքի փոփոխության ժամանակ նաեւ մեր ճնշման արդյունքում, որովհետև այդ միակ դեպքն էր, որ նաև հնարավոր եղավ աշխատել միջազգային կառույցների հետ, այդ հոդվածը հանվեց եւ շատ ծանր էին տանում այսօր իշխանության ներկայացուցիչները, ովքեր հոդվածը ներմուծել էին քրեական օրենսգիրք, որ ինչ են անելու եւ գտան խուլիգանությունը։ Այսինքն որոշեցին, որ դա խուլիգանություն է, մինչդեռ իրավունքի տեսակետից իհարկե այստեղ հասկանալի է, որ խուլիգանություն չկար եւ ընդհանրապես քաղաքական հետապնդում է։ Հակառակ պարագայում, ուրեմն իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնեին քաղաքացի իրավական ընթացակարգով։ Այսինքն մենք մտել ենք մի փուլ, որտեղ ցանկացած գործողություն, ցանկացած արտահայտություն գրաքննվում է եւ այս պարագայում մեծ է հավանականությունը, որ այսօր նստած ես այստեղ, վաղը կարող ես հայտնվել ԱԱԾ կամ Վարդաշեն կամ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Բայց այս մեքենան իսկապես շատ արդյունավետ աշխատում է եւ ցավոք սրտի մինչև ընտրությունները մենք տեսնելու ենք, որ սա շատ ավելի մեծ թափ է հավաքում։ Մինչև ընտրությունները, բայց արդեն հասնում ենք մյուս ընտրություններին եւ երբ նայում ենք ընդդիմության, խորհրդարանական ընդդիմության գործողությունները եւ այլն, ես չգիտեմ, գուցե դուք արձանագրել եք, ինչ է փոխում ընդդիմության գործողությունները իշխանության օրակարգում։
Նախկինում կար ինչ-որ բան, երբ խոսում էին, բարձրաձայնում էին միջազգային որոշ ատյաններ, դրան արձագանքում էին կամ ոչ, կամ նաև կար իշխանության վերաբերմունք այդ ատյանների արձագանքին, որովհետև եթե հիմա լինում օրինակ Freedom House-ի զեկույցը եւ այնտեղ նշվում են որոշակի դեպքեր, այդ թվում նաև լրագրողների հետ առնչություն ունեցող, դա այլևս նույն ազդեցությունը չունի։ Հիմա այս խորհրդարանական ընդդիմությունը հասավ մինչև մյուս խորհրդարանի ընտրություններին եւ ձեր գործողությունները ինչ ազդեցություն ունեցան իշխանության վրա, թե չունեցան, թե ինչպես պետք է անել, որ ունենան, որ օղակն է այստեղ, որ ինչ որ մի բան այնպես չէ։ Մեր խորհրդարանի կառուցվածքը այնպիսին է, որ ընդդիմության ուղիղ ազդեցություն հնարավոր չէ, որովհետև իրենք ունեն իրենց այդ անհրաժեշտ ձայները եւ ցանկացած օրենք, ցանկացած որոշում հանգիստ կարող են անցկացնել։ Ընդդիմության խնդիրը այս պարագայում աշխատել հասարակության հետ։ Այսինքն հասարակությանը պետք է հասցնել այն բոլոր խնդիրները, որ կա մեր երկրում, հասարակությանը պետք է հասցնել, որ առաջիկայում ընտրությունը ոչ թե նախկինների եւ ներկաների միջև է, այլ ընտրությունը ապագայի համար է եւ ինքը պետք է ընտրի, հա, ապագան է ընտրում, թե նորից շարունակում է տառապել նախկին ներկա իսկ իմ գնահատմամբ իրենք շատ ավելի նախկին են այդ բան այդ մրցավազքի միջև ընտրությունը պետք է կատարի այլ ապագայի, բայց այստեղ մի կարևոր հանգամանք դուք նշեցիք, այո, միջազգային կառույցների միջամտությունը, թեև շատ հաճախ դա կարող է նույնիսկ անուղղակի միջամտություն լինել եւ ոչ ուղղակի միջամտություն, բայց այնուամենայնիվ դա հնարավորություն է տալիս զսպել իշխանությունների կամայականությունները։ Այսօր մենք այդ իրավիճակը չունենք։ Ես նախկինում էլ շատ քննադատաբար եմ վերաբերել իրավապահ համակարգին եւ դատական համակարգին, բայց ես գիտեի, որ այդ նույն process-ում, երբ իրավապահ համակարգի հետ խնդիրներ կան, մենք ունենք գործընկեր միջազգային կառույցներ, ում հետ մենք կարող ենք քննարկել եւ այդ գործընկեր միջազգային կառույցների միջոցով ազդեցություն ունենալ կոնկրետ քրեական գործերի հետ կապված կամ իրավիճակային խնդիրներ լուծել եւ այլն։ Այսօր իրականում այդպես չէ եւ դա հասկանալի է, որովհետեւ աշխարհակահաղական այսօրվա զարգացումների պայմաններում միջազգային կառույցները այսպես որոշակի ժամանակահատվածով այս իշխանություններին հնարավորություն են տալիս անել այն ինչ որ իրենք ուզում են։ Եվ միգուցե նաև դա է պատճառը, որ այս իշխանությունները չունեն որևէ կարմիր գիծ եւ անում են ամեն ինչ այնպես, ինչպես իրենք են ցանկանում, հասկանալով, որ դրա դիմաց որևէ մեկից կամ որևէ կառույցից չեն ստանալու համապատասխան արձագանք։ Եվ ես ուզում եմ մի կարևոր հանգամանք նշել, օրինակ Նիկոլ Փաշինյանը, երբ ելույթ էր ունենում, այսպես շատ բան կարևորում էր, որ երբ որ իր քրեական գործն էր քննվում, ապա ինքը ամեն օր տեսնում էր տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ իր դատական process-ների ընթացքում եւ այլն։ Ու այստեղ հարց է առաջանում, իսկ ուրեն այսօրվա քաղբանտարկյալների քննության ընթացքում այդ նույն միջազգային կառույցների ներկայացուցիչները ինչու այսօր քաղբանտարկյալները չեն տեսնում այդ միջազգային կառույցների։ Իսկ իրապես ինչու չեն տեսնում, որովհետև միջազգային կառույցների մտածելակերպ կամ ինչու են փոխել քաղաքականությունը, որ օգնեն այս իշխանությանը, օգնեն որ ինչ շահեն իրենք, որովհետև այս Իվեշ իրենք են հեղինակազրկվում, չէ՞։ Քանի որ այսօր մեր տարածաշրջանում դիրքավորվելու խնդիր ունեն, այսինքն տարբեր նոր աշխարհակարգի ձևավորման առումով արևմուտքը, հավաքական արևմուտքը կամ արևելքը, ներքևից Թուրքիան եւ այլն դիրքավորվելու խնդիր ունեն, այս պարագայում այս կառույցների համար շատ կարեւոր է թողնել ազատ գործեն այս իշխանությունները, հետո այս իշխանությունների միջոցով էլ լուծեն իրենց խնդիրները, որտեղ տեսնում են, որ այս իշխանությունների պարագայում իրենք շատ արագ կարողանում են հասնել այն ամեն ինչին, ինչը որևէ այլ իշխանության պարագայում դժվար թե կարողանային, որտեղ այլ իշխանությունները առաջին հերթին կելնեին ազգային եւ պետական շահերից, նոր հետո կմտածեին բավարարել ուրիշների պահանջները եւ կարիքները։ Այս պարագայում այս իշխանությունը շատ հարմար է տարբեր ուրեմն ուժերի համար եւ հենց դա է պատճառը, որ նաեւ նրանք աջակցում են եւ օրինակ ինձ համար այսպես ասեմ զարմանալի էր, բայց ամենևին էլ անկանխատեսելի չէր Եվրոպական պարլամենտի որոշ ներկայացուցիչների հայտարարությունը, որ իրենք վստահում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը եւ վարչապետին եւ նրա ծրագրերին եւ վստահում են անվերապահորեն։ Ընդ որում այդ հայտարարությունը արվեց այն բանից հետո, երբ մեր կողմից բարձրացվեց Հայաստանում քաղբանտարկյալների
խնդիրը եւ նաեւ նկարագրվեց ողջ իրավիճակը, որ արկա է մեր ներքին հարաբերություններում, դրան ի պատասխան եղավ այդ վստահության վերաբերյալ հայտարարությունները։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ նաեւ մեր իշխանությունները, քանի որ տեսնում են, որ որևէ մեկը իրենց չի քննադատելու իրենց կողմից ժողովրդավարության ոտնահարումները եւ որևէ մեկը չի կանգնեցնելու իրենց, չի բռնելու իրենց ձեռքը, շարունակում են եւ շարունակելու են գործել այնպես ինչպես ցանկանում են։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էր։